Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ը տեսակապի միջոցով զրուցելու է խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, արդեն մի քանի օր է Հայաստանի իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու միջև հեռակա բանավեճը։ Մենք տեսանք նաեւ Մայրաթորի արձագանքը այս ամենին եւ վարչապետը այսօր առավոտյան կրկին անդրադարձավ, նշելով, որ կուսակրոնության ուխտը խախտած հոգեվորականը պետք է հեռանա եկեղեցուց։ Կուզեի ձեր դիտարկումները լսել այս հարցի շուրջ, հատկապես երբ մեկ տարուց Հայաստանում սպասվում են ընտրություններ, այս առճակատումը ինչ կարող է բերել։ Երևի երկար չեմ խոսի այս թեմայի շուրջ, որովհետև չեմ համարում այս թեմայի փորձագետ ինձ։ Մի քանի դիտարկում ուղղակի կուզենայի անել։ Նախ ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ասում է, որ եկեղեցին եւ պետությունը առանձին են Հայաստանի Հանրապետությունում եւ շատ կարևոր է, որ մեկը մյուսի գործերի մեջ չխառնվի։ Մյուս կողմից մենք հասկանում ենք, որ արդեն բավականին երկար տարիներ մենք տեսնում ենք, որ եկեղեցին լուրջ փորձեր է կատարում խառնվել Հայաստանի պետական քաղաքական գործընթացների մեջ եւ հատկապես մենք հասկանում ենք, որ հայտարարություններ են հնչում եկեղեցական բարձրպաշտոնյաներից, իշխանությունների դեմ, ժողովրդավարության դեմ, եւ այս գործընթացը այդ կարգը առաջին հերթին երևի խախտեց եկեղեցին, դա պետք է ընդունենք որպես փաստ, որպես գոյություն ունեցող փաստ։ Հիմա էլի անգամ այս տեսանկյունից ես հասկանում եմ, որ այն փաստը, որ եկեղեցին փորձել է միջամտել քաղաքական գործընթացների մեջ, դեռ չի նշանակում, որ պետությունը պետք է այդ ներազդեցությունը փորձի ունենալ եկեղեցու կյանքի եւ առօրյայի վրա, բայց ամեն դեպքում մի քանի ասպեկտներ կա, որ սրա հետ մեկտեղ ես կուզենայի նշել։ Տեսեք, ես գտնում եմ, որ ամեն դեպքում եկեղեցին գործում է պետության տարածքում, պետության շրջանակներում եւ չի կարող ուրեմն դեմ գնալ Հայաստանի Հանրապետության պետական օրենքներին, այսինքն օրենսդրությանը, եւ ուստի ես գտնում եմ, որ օրենսդրության շրջանակներում պետական վերահսկողություն որոշակի պետք է լինի եկեղեցու նկատմամբ։ Այսինքն բերվի հարկային դաշտ, թափանցիկությունը ուսումնասիրվի ուրեմն աղբյուրների եկեղեցու, այդ բիզնես ծառայությունները, որ մատուցվում է եկեղեցու կողմից, նույնպես լինեն պետական վերահսկողության տակ եւ այլն, այս տեսանկյունից։ Ես չեմ գտնում եւ սրա մասին բազմիցս ասել եմ, այդ բարոյական եւ եկեղեցու զու տարողակարգերին վերաբերող հարթության մեջ ես չեմ ուզում մտնել, նաեւ երևի իրավասություն չունեմ, նաեւ գիտելիք չունեմ սրա վերաբերյալ եւ կարծում եմ այս խնդիրները, որոնք բարձրաձայնվում են վերջին օրերս, սա պետք է ուղղակի սիգնալ տար եկեղեցականներին, որպեսզի իրանք փորձեն ինքնակարգավորվեն եւ այս խնդիրները, որոնք առկա են, փորձեն իրենք լուծեն, որովհետեւ ի վերջո սա Հայաստանի հայոց եկեղեցին է եւ սա պետք է լինի իրենց պարտավորությունը հայ ազգի նկատմամբ եւ իրենց ուրեմն հայ առաքելական եկեղեցու հետևորդների նկատմամբ իրենց պարտավորությունը, այսինքն այդ բոլոր անբարեխիղճ մարդիկ, ովքեր որ խախտել են եկեղեցական կանոնները, որոնք չեն ենթարկվել այս կանոններին, իրանք հենց եկեղեցու կողմից, այն բարեխիղճ եկեղեցականների կողմից պետք է պատժի ենթարկվեն իրենց գոյություն ունեցող կանոնների համաձայն։ Հիմա մյուս հարթությունը հատկապես որ ընտրությունների տարը նշեցիք եւ ես շատ երևի ամենաշատն եմ կարևորում, մեր մտավախությունը ու ես այդ մտավախությունը ունեմ, որ եկեղեցին ուրեմն պատմականորեն որոշակի ազդեցություն է կրել ռուսական անվտանգային ծառայություններից եւ շատ դեպքերում մենք տեսնում ենք զուգահեռ հայտարարությունները եկեղեցական էլիտայի կողմից եւ Ռուսաստանից հնչող հայտարարությունները, սա ես լուրջ վտանգ եմ համարում հատկապես այն որ ասում են հիբրիդային հարձակումներ, հիբրիդային վտանգներ, այս տեսանկյունից եւ հատկապես սա ակտուալ է դառնալու 26 թվականին կանալիք ընտրությունների ուրեմն շեմին
Եվ այս տեսանկյունից էլ պետության անելիքը պետք է լինի ուրեմն վարույթների միջոցով փորձել բացահայտել այդ կապերը եկեղեցականների եւ ռուսական անվտանգային ծառայությունների FSB-ի կամ նախկին KGB-ի հետ համագործակցությունների, իսկ սա իրավական գործընթաց է ընդհանրում։ Հիմա իրականում ինձ չի հետաքրքրում այդ սեռական հարաբերությունները եկեղեցականների, ինձ ավելի շատ պետական անվտանգությունն է հետաքրքրում։ Ինձ ավելի հետաքրքրում է ուրեմն պետությունում մեր պետության վրա Ռուսաստանի ազդեցության չեզոքացումը։ Սա է եւ սրա մեխանիզմը իհարկե այս բանով սոցիալական ցանցերով մեկը մյուսին վիրավորելը չի։ Միանշանակ սրա մեխանիզմը վարույթներ սկսելն է։ Եվ այդ վարույթների միջոցով իրոք բացահայտել են բոլոր մարդկանց, ովքեր որ պոտենցիալ վտանգ են հանդիսանալու Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի սուվերենության համար։ Այսքանը որ Պարոն Խաչատյան, ես այս թեմայով մեկ հարց, փաստորեն Ռուսաստանը մի քանի ճակատներով է աշխատելու 26-ի ընտրություններին, կարող ենք այդպես ասել, դա եւ քաղաքական ուժերն են եւ նաեւ որոշակի ձեր նշած այդ կապերի միջոցով եկեղեցու միջոցով արճակատում ստեղծելը, այսպիսի եզրահանգման կարող ենք գալ։ Ես ուղղակի համոզված եմ դրանում, ոչ մի ուրեմն միջոց չի խորշելու Ռուսաստանը եւ սրա մասին վկայում են, ասում եմ, Մոլդովայի փորձը, Վրաստանում տեղ ունեցած ընտրական գործընթացները, անգամ Ռումինիայում, Լեհաստանում, այսինքն բոլոր այդ հետ սոցիալիստական երկրներում մենք տեսել ենք, որ Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը, անգամ Գերմանիայում, անգամ այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունն էլ որոշակիորեն օգտվել այդ ռուսական ծառայություններից, ռուսական անվտանգային ծառայությունների այսպես կոչված ծառայություններից մի քիչ ճիշտ չի հնչում նախադասությունը, բայց ամեն դեպքում այս գործընթացները մենք տարբեր անգամ եվրոպական երկրներում տեսել ենք։ Եվ այո, Ռուսաստանը փորձելու օգտագործել իր բոլոր այդ ամբողջ արսենալը 5-րդ շարասյուն կոչվածը, քաղաքական ուժերը Հայաստանում գոյություն ունեցող եւ նաեւ եկեղեցին եւ կարծում եմ շատ այլ միջոցներ են օգտագործելու, անգամ բանկային այն մեխանիզմները, որոնք իրենք ունեն, օրինակ այդ նույն ռուսական բանկերը, VTB, չգիտեմ, այդ բոլոր ընկերությունները ռուսական, որ Հայաստանում բացվում են եւ պետությունը ոնց որ թե ուշադրություն չի դարձնում նրանց վերահսկելիության ուրեմն շրջանակներում չի պահում, այս բոլոր մեխանիզմներն օգտագործվելու են։ Իսկ իշխանությունների ջանքերը բավարար եք համարում, մեր նախորդ զրույցում նշեցիք որոշակի խնդիրներ, արդյոք բավարար կլինի այս 1 տարին, որպեսզի մենք կոշտ մեթոդներով նկատի ունեմ իշխանությունը, պետությունը հակազդի այս ամենին։ Ես շատ ցավում եմ դրա համար, բայց ես այս խնդիրը բազմիցս եմ բարձրացրել եւ սա առաջի տարին չէ, որ մենք սրա մասին խոսում ենք, հենց այն նույն ռուսական հեռուստալիքները, որ հանրային մուլտիպլեքսով եթեր են գնում ամենօրյա ռեժիմով, ու մենք լսում ենք էլի ամենօրյա ռեժիմով այդ ջղաձգված հայտարարությունները Հայաստանի նկատմամբ, Հայաստանի վերաբերյալ, Հայաստանի հասարակության եւ իշխանությունների վերաբերյալ, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ, այս սրանք կանխելու ուղղությամբ իշխանությունները ոչինչ չարեցին։ Չարեցին, հա 1-2 հաղորդում փակեցին, բայց իրականում այդ մեծ ուրեմն ալիքները գալիս են ամենօրյա ռեժիմով։ Հա, էլի տեսեք Մոլդովայում երևի բոլորս էլ հիշում ենք, որ Սպուտնիկը փակեցին, հա, ընդհանրենք այդ նույն բանի մուլտիպլեքսից էին հեռացրել այդ ռուսական ալիքները, որոշ լրատվամիջոցներ ռուսական վերահսկողության տակ գտնվող բան արեցին, վերացրեցին, օրենքներ մտցրեցին, որպեսզի մի փոքր ավելի վերահսկելի դարձնեն պետության համար։ Անգամ հիշում եք Հայաստանից ինքնաթիռը արգելեցին, որովհետև կասկած ունեն, որ նման միջոցով ուրեմն գումարներ կանխիկ ձևով գնում Մոլդովա, որոնք ազդեցություն են ունենալու ընտրական գործընթացների վերաբերյալ։ Այս բոլոր մեխանիզմները մենք պետք է վաղուց սովորած լինենք եւ ուշադիր հետևենք այս գործընթացներին մեր հարևան պետություններում, Վրաստանում, Մոլդովայում եւ փորձենք այդ բոլոր մեխանիզմները, որոնցով այդ պետությունները փորձել են իրենց պաշտպանել, մենք էլ պաշտպանենք։ Ու Վրաստանի պարագայում մի փոքր ուրիշ է, որովհետեւ Վրաստանի իշխանություններն էին դա անում։ Մոլդովայի պարագայում մենք տեսանք, որ մոլդովական իշխանությունները ամեն ինչ անում էին, որ մինիմումի հասցնեին այս վտանգները, նույնը Ռումինիայում։ Մենք տեսանք, որ ընդհանրապես ընտրական գործընթացը ոնց որ չեղարկեցին եւ նոր ընտրություններ նշանակեցին, որովհետեւ ակնհայտ էր, որ ռուսական հետ կար բանը եւ մեծ ազդեցություն էր եղել իրենց ընտրական գործընթացների վրա։ Ցավոք սրտի, եթե կարճ պատասխանեմ ձեր ուրեմն հարցին,
էֆեկտիվ չեն գործում Հայաստանի իշխանությունները այս վտանգները կանխելու ուղղությամբ։ Եվ մեկ հարց Հրանտ Մարգարյանի հայտարարության հետ կապված, երբ նշում է, որ հոկտեմբերի 27-ը պորտքում էր ու չի բացառում, որ այդ պորտկումը կարող է կրկնվել Հայաստանում, մենք այդ հոկտեմբերի 27 տեսած ասք, այսպիսի պորտկման մասին խոսելը ձեր կարծիքով սա ինչ-որ բանի նախերգանք կհամարեք։ Շատ վտանգավոր հայտարարություն էր, ինչ որտեղ ինքնախոստովանություն կարելի է նաև մեկնաբանել դա։ Իրոք սա գիտեք ոնց որ ավելի շուտ ես լսում եմ որպես սպառնալիք, իմ ականջին դա լսում եմ առաջին հերթին որպես սպառնալիք, եւ սա էլ նշանակում է, որ շատ լուրջ ուշադրություն պետք է դարձվի նմանատիպ հարցերին եւ այս քաղաքական ուժերը ամեն ինչի ունակեն, հա, որպեսզի փորձեն այս ընտրությունների ժամանակ վերականգնել իրենց այդ քաղաքական ազդեցությունը Ռուսաստանի աջակցությամբ։ Հիմա գիտեք, ախր Հայաստանի Հանրապետության ամենաողբալի էջերից է հոկտեմբերի 27-ը, որը ցավոք սրտի մինչև հիմա չի բացահայտվել, ինչպես եւ չեն բացահայտվել նման աղմկահարուցելի գործերը մարտի 1 բան, հա մենք ժամանակ առ ժամանակ մեր իշխանություններից լսում ենք, որ այդ գործերը բացահայտված են, մենք գիտենք ինչ ա եղել, բայց իրականում մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, հա իրականում ճշմարտությունը, հա այդ մինչև վերջ հասարակությանը չի հայտնվել եւ սա էլ հենց բերում այն իրավիճակի, որ այդ հեղեղուկ բանի իրավիճակում շատ ավելի լայն է դառնում նրանց գործելու դաշտը։ Սա էլ շատ վտանգավոր է։ Տեսնենք, ես իրականում մեծ հույս ունեմ, որ նման զարգացումներ չեն լինի, բայց վտանգը տեսնում եմ։ Այսինքն ուզում եմ հասկանալ այնչափ վտանգավոր է այսօրվա իշխանությունը Ռուսաստանի համար, որ ընդհանուր այդպիսի մեթոդների կարող է գնալ, որովհետև ինչպես դուք նշեցիք, շատ կոշտ չեն այս իշխանությունների մեթոդները Ռուսաստանի։ Եթե օբյեկտիվ լինենք, տեսեք, էլի իմ մեծ քննադատությունը իշխանությունների նկատմամբ, որ անգամ այդ հարցում նման ուրեմն ռադիկալ գործելակերպ չունեն ու հավանաբար եթե մի փոքր ավելի կտրուկ լինեին իրենց գործողություններում մենք ուրեմն ավելի երևի sense ասեմ հարգանքի կարժանանայինք մեր այդ թշնամիների կողմից, հա, որովհետև այդ ձգտումը այսպես կոչված բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը բերում է նրան, որ մենք անընդհատ տենց փորձում ենք չնեղացնել ոչ մեկին, ոչ մյուսին եւ չենք օգտվում ոչ մեկի, ոչ մյուսի պաշտպանությունից, հա, ու սա մեզ դարձնում է իմ ընկալմամբ ավելի խոցելի։ Ինչի համար եմ սա ասում, որ ես չեմ գտնում, որ այն գործելակերպը, որ մենք այսպես կոչված լարում չենք առաջացնում Ռուսաստանի հետ, չի դարձնում մեզ ավելի պաշտպանված Ռուսաստանի հարձակումներից։ Իմ ընկալմամբ սա ուրեմն այսպես է։ Ես կարծում եմ ավելի հստակ գործողություններ օրինակ Եվրոպական միության ուղղությամբ, Միացյալ Նահանգների ուղղությամբ, հա, որ ընդհանրեք իշխանությունները հայտարարում են, որ մենք վաղը գնում ենք եւ համաձայնություն ենք տալիս այս ամերիկյան մոդուլային ատոմակայանին, օրինակ, կամ մենք վաղը, չգիտեմ, դիմում ենք Եվրոմիության ուրեմն անդամության։ Նման գործելակերպը կարծում եմ ավելի մեծ հարգանք է նշնչում բաների մոտ։ Բացի այդ ավելի լուրջ աջակցություն ենք մենք ստանում մեր արևմտյան գործընկերներից։ Իմ ընկալմամբ սա շատ կարևոր տարա, որովհետև եթե դու չես ցույց տալիս քո դիրքորոշումը եւ հստակ գործողություններ չես անում, ոչ մեկն էլ քեզ չի ընկալում որպես իր գործընկեր։ Հա փորձում են քո այդ կապերը պահել, փորձում են համագործակցության այդ բանը եզրերը պահպանել եւ համագործակցությունը շարունակել, բայց ամեն դեպքում դու չես ընկալվում որպես գործընկեր։ Հիմա մենք չենք ընկալվում, օրինակ իմ ընկալմամբ Եվրոմիության գործընկեր տարածաշրջանում։ Եվ երևի չնայած Ադրբեջանի ավտոկրատ իշխանություններին, Ադրբեջանում այդ մարդու իրավունքների եւ ժողովրդավարությունների այդ նման ճնշումների պարագայում Ադրբեջանը երևի շատ ավելի մեծ նախագծեր է իրականացնում Եվրոպական միության հետ, քան Հայաստանը։ Բերեք օբյեկտիվ լինենք, շատ ավելի մեծ դերակատար է դարել տարածաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցության տեսանկյունից տարբեր ուրեմն նախագծեր ունի, քան Հայաստանը։
որ ընկալվում է այսպես ժողովրդավարության բանը կենտրոնը տարածաշրջանի։ Գուցե ռեսուրսների խնդիրն է նաև, որ Ադրբեջանը ավելի հետաքրքիր է։ Դե գիտեք, կարելի է երկար վերլուծություններ անել, թե որոնք են այն գործոնները, որոնք կանխում են, որոնք թույլ չեն տալիս Հայաստանին ավելի խորացնել այդ հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ, բազմաթիվ վերլուծություններ կարելի է իհարկե ներկայացնել, այդ թվում նաև ռեսուրսների համաձայնվում եմ ձեզ հետ, բայց մյուս կողմից նաև այդ նույն արևմտյան գործընկերների եւ նույն մասնավորապես Եվրամիության հետ համագործակցությունը կարող ենք օգտագործել հենց այդ Հայաստանում ռեսուրսի զարգացման տեսանկյունից։ Հա մենք բոլորս է գիտենք, հա դրա մասին տարիներ շարունակ խոսում ենք, միլիարդներ կա, 2.5 միլիարդ, որ Հայաստանին առաջարկել են եւ Հայաստանը մինչեւ մա ծրագիր չէր ներկայացրել, որպեսզի այս գումարը ծախսի։ Հիմա մենք կարող ենք չէ՞ այդ ռեսուրսը ծախսել Հայաստանում ռեսուրս զարգացնելու, կամ կարող ենք չէ՞ դիմել օրինակ արևմտյան գործընկերներին մեր կադրերին վերապատրաստելու հարցում կամ այնտեղից փորձագետներ ներգրավելու։ Այսինքն այդ ռեսուրսի խնդիրը մի կողմից հասկանալի է եւ որ ասում եք իրոք ընդունի կա այդ ռեսուրսի խնդիրը, բայց մյուս կողմից ջանքեր չեմ տեսնում եւ հստակ գործողություններ չեմ տեսնում այդ ռեսուրսի բացը լրացնելու ուղղությամբ։ Շատ շնորհակալություն պարոն Խաչատրյան հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ CVKM-ը տեսակապի միջոցով զրուցում էր Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։